Ես մեկ անգամ ողջունում ենք ձեզ, հարգելի հետևորդներ, այս պահին գտնվում ենք Խոյ համայնքի Շահումյան գյուղում և հրաշալի շրջանակներում հանդիպելու են գյուղացիների հետ, ներկայացնելու ծրագրերը, հետևորդներս, այսօր երեք իրեն ենք այցելում, բայց այստեղ Շահումյան գյուղում։ Այստեղ շատ ասելիքներ կան հանդիպելու Ջորջան, ողջունում ենք ձեզ, բարև ձեզ։ Շահումյանի կողմում, ստեղծերին, նա? Շտուգը դուք դուք չէ։ Անդրեյ, համար 4 չեք գործում։ Արգելի հայրենակիցներ ունենք, որով նաև Շահումյան ֆաբրիկայի Սա անվանված է որպես նաև Մոնթեավան տեսքիտան Սերին տանաշապած սուրգին Հեչ միացին իմ մայր Հայաստան Մոնթեավան գյուղի հարգելի բնակիչներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստան կուսակցությունը, մի հատ ողջունենք մեր բնակիչներին։ Սիրելի բնակիչներ, մենք ձեզ կոչ ենք անում անպայման մասնակցեք ընտրություններին, մեր քվեաթերթիկն է համար 4։ Մայր Հայաստան։ Համար 4։ Միացի։ Միացի։ Մեր համը խոսքը գործա, որ մենք ինչ խոսք եք ալի ժողովորդին, սանչոտրամ ենք մեր ժողովորդին։ Լավ մնացել, հասպաստելու համն ենք Արիկ Մոնթեավանի հարգելի բնակիչներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստանը, մեր քվեաթերթիկը համար 4-ն է, այս ընտրություններին մենք ձեզ կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել, որպեսզի ձեր քվեով վերջ դրվի այս անաստված եւ ադրբեջանահաճո իշխանությանը։ Գաղափարշապատի ընտրությունները շատ կարևոր
նշանակություն են ունենալու ոչ միայն համայնքի, այլ նաև ամբողջ հանրապետության համար։ Այնպես որ մասնակցեք ընտրություններին, զգույշ բալես։ Եվ ձեր քրեով վերջ դրեք այս ապիկար իշխանությանը։ Այսօր ինչպես հայտնի է Նիկոլ Փաշինյանը, ողջունում ենք ձեզ Մայրիկ ջան, բարև ձեզ։ Նիկոլ Փաշինյանը հերթական սրբապղծությամբ է զբաղվել, ինքը իրեն աստորեն կաթողիկոս է զգում եւ պիղծ միջոցառում է անցկացնում, որը իրականում կեղծ պատարակ է։ Սա ուղղված է հայ ժողովրդի, հայ առաքելական եկեղեցու դեմ եւ մենք խստորեն դատապարտում ենք նրա այդ քայլերը եւ հույս ունենք, որ նոյեմբերի 16-ին մեր ժողովուրդը վերջ կդնի այդ անաստվածությանը, այդ հակաքրիստոնեական շարժմանը։ Մեր քվեաթերթիկը համար 4-ն է։ Մենք Մայր Հայաստանն ենք եւ դες կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել ընտրությանը։ Մայր Հայաստան, որ փոխենք։ Հայաստան
Մայր Հայաստան կուսակցություն Գրիշահարությունյան, Դավիթ Կարապետյան, Ռեցինե Ուկաչյան, Քրեաթերթին համար 4, միացիր, որ փոխենք։ Մայր Հայաստան կուսակցություն Քրեաթերթին համար 4, միացիր, որ փոխենք։ Սերին վաղար շապատ սուրի, էչ միացին, իմ այ Հայաստան։ Շապատ, ոստան ես դու մեր դպրության, դապցի կոչնավ, նոր պայքարի ողջ հայության։ Կոծորավար, կոչապասին, վաշը եթին բազին, սերին վաղան շապատ սուրհին, էչ միացին, իմ այ Հայաստան։ Կանցնեն օրեն, ատելության ու տխրության, եկել է ժամը կողաչի շոշ միության։ Սեր կորասին, տոքու համար, վաղար շապատ, սերին վաղար շապատ սուրհին, էչ միացին, իմ այ Հայաստան։ Չարին գատին, ստին ու անհավատին, մայր տաճարին, լույսը հորդին, կեզ պահպանի աստողոտին, սերին վաղար շապատ սուրհին, էչ միացին, իմ այր Հայաստան, սերին վաղար շապատ սուրհին, էչ միացին, իմ այր Հայաստան։ Մայր Հայաստան կուսակցություն Գրիշահարությունյան, Դավիթ Կարապետյան, Ռեցինե Ուկաչյան, Քրեաթերթին համար 4, միացիր, որ փոխենք։ Մայր Հայաստան կուսակցություն Քրեաթերթին համար 4, միացիր, որ փոխենք։ Մոնթեավանի հարգելի ընտրողներ, նոյեմբերի 16-ին անպայման մասնակցեք ընտրությանը և ձեր քվեով սկիզբ դրեք դրական փոփոխությունների։ Ձեզ ողջունում է Մայր Հայաստանը, քվեաթերթիկ համար 4։ Այս ընտրություններում մենք օրվա իշխանության թրքահաճո քաղաքացիական պայմանագրի հարցս, դա տերեխուն դրոշակ տվեք, ես է կտակցի մամա պապայի։ Այս ընտրություններում մենք թիվ 1 գաղափարական ընդդիմախոս ենք քաղաքացիական պայմանագրի։ Դրանք ներկայացնում են ուրացողների դաշինք, որի մեջ են սեփական հոր անցած ուղին ուրացածը և սեփական եղբոր անցած ուղին ուրացածը։ Վերջի ժամանակներում այդ ուրացողների դաշինքը նաև նոր պիտակավորում է ստացել, դա պղծողների դաշինքն է, սրբապիղծների, որոնք կեղծ պատարակներ են անցկացնում, կեղծ ադրբեջանահաճո պատարակներ են անցկացնում և հարձակվել են հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ։ Երեխեք, եկեք մոտիկ մի հատ դրոշակներ տանք ձեզ։ Եկեք, երեխեք, եկեք։ Հələ վազեք տնանք ով ավելի արագ։ Всё, կրեց։ Դիմայդի պայմանավորվենք, ես ասում եմ Հայ Հայաստան, դուք ասում եք համար 4, պայմանավորվեցի, համար 4,
Всё, Մայր Հայաստանից հետո տենց եք ասում, խորորով։ Հալես կնենք դրոշը վերցնելով չի։ Մայր Հայաստան, ապրեք։ Եկեք ծափակն Ժողովուրդ ողջունում ենք ձեզ։ Հալես եսիք փոխանցեք եք ջաջային գործնայի ծրագիրը, դուք պետք է կտաս նեցին։ Ինանց ու թորկան։ Ողջունում ենք ձեզ, ժողովուրդ ջան։ Սիրելի աղաշապացիներ, Մոնթեավանի հարգելի բնակիչներ, շուտով նաև կմիանանք Շահումյանին և Շահումյանի բնակիչներին ենք դիմում, մենք Մայր Հայաստանն ենք, կոչ ենք անում մերժել ուրացողների և սրբապինցների դաշինքը։ Մեր քվեաթերթիկը համար 4-ն է, Մայր Հայաստանի օգտին քվեարկելով հնարավորություն կստեղծվի մեր կյանքից, մեր համայնքից, քաղաքական առումով վռնդել քաղաքացիական պայմանագրին։ Մեզանից շատ բան է կախված յուրաքանչյուրիցս և ամենակարևոր դերակատարումը դա ընտրությունների մասնակցելն է։ Բարձր մասնակցությունը սրանց թշնամին է, սրանք խոսում են ժողովրդավարությունից, ժողովրդի անունից, բայց վախենում են ժողովրդից։ Դրա համար էլ անցել են կեղծիքների, վարչական լծակների կիրառման, մարդկանց ահաբեկում են, ուզում են աշխատանքից հեռացնել, ստիպում են, որ մեր հավաքներին չմասնակցեն, սպառնում են, որ իրենց բարեկամներին կհեռացնեն աշխատանքից, լկտիություններ ու ստեր է տարածում, նախկինի ներկայի թեմա են առաջ բերում, մենք հիմա պարզ երեսով հայտարարում ենք, մենք դուրս ենք այդ նախկին ներկա բանավեճից ու ներկայացնում ենք այլընտրանքային ուժ, ինքնուրույն ուժ, որը այս ընտրություններում պատրաստ է ստանձնել իշխանության պատասխանատվությունը, միավորելով ամբողջ ընդդիմադիր դաշտին։ Մենք այլընտրանքն ենք, և եթե ժողովուրդը ուզում է նախկինի ու ներկայի թեմայից դուրս գալ, ապա պետք է իր քվեն տալ Մայր Հայաստանին համար 4-ին։ Անպայման մասնակցեք ընտրությանը, սիրելի ժողովուրդ։ Դեպ էստեղ էլ ներկայացնենք, ողջունում ենք ձեզ, եկեք։ Կարելի է։ Այս իշխանությունները սիրելի ժողովուրդ դիմում են բոլոր տիպի ճղճին քայլերի։ Մարդկանց, եթե համայնքային աշխատողներ են, պետական աշխատողներ են, կամ այդտեղ բարեկամներ ունեն, բոլորին վախեցնում են, բայց դա ցույց է տալիս, որ հենց առաջին հերթին իրենք են վախեցած, եւ այդ վախեցածներից պետք չէ վախենալ։ Ուրեմն եթե սրանք այդ ճղճունություններին դիմում են, մենք դες կոչ ենք անում հանգիստ, առանց հետները շփվելու, առանց ինքնաբացահայտվելու, սրանց դեմ մենակ այդ ձևով կարելի է կռիվ տալ։ Ուղղակի գնում եք ընտրատեղամաս եւ մի հատ քաղաքական գեղեցիկ եւ շարաչուն ապտակ եք հասցնում քաղաքացիական պայմանագրին քվեարկելով համար 4-ի Մայր Հայաստանի օգտին։ Սա այն մեր ամենահստակ քաղաքական եւ քաղաքացիական դիրքորոշումը կլինի, որից իրենք շատ վախենում են։ Իրենք ինչքան էլ փորձեն վարչական ռեսուրս կիրառել, եթե դուք ակտիվ մասնակցեք, ապա ոչինչ չեն կարողանա անել։ Գյուղի հետ կապված էլ, տեսեք, սրանք հայ-ռուսական հարաբերությունները այնքան են փչացրել, որ գյուղացիները խնդիրներ են ունենում Ռուսաստան արտահանելուց։ Մայր Հայաստանը հայ-ռուսական հարաբերությունների կողմնակից ուժ է եւ տեղական ու նաև ամբողջական իշխանափոխության պարագայում մենք ձեզ վստահեցնում ենք, որ գյուղացիները իրենց ապրանքները արտահանելու որևէ խնդիր չեն ունենալու։ Կլինի դա միրգ, բանջարեղեն, ծաղիկներ, այդ բոլոր խնդիրները այս իշխանություններն են առաջացրել։ Ու հենց այդ խնդիրները լուծելու համար էլ մենք ներգրավել ենք քաղաքական պայքարի մեջ, որպեսզի փոփոխություններ բերենք։
Ժորժան, ողջունում ենք ձեզ ողջունում եմ Այր Հայաստանը։ Մեր քվեաթերթիկը համար 4-ն եկեք ծափարություններով մեր գյուղացիներին ողջունենք։ Ժորժան, լավ եղեք, անպայման մասնակցեք ընտրությանը։ Մենք Մայր Հայաստանն ենք, մեր քվեաթերթիկը համար 4-ն է։ Եվ մենք ձեզ կոչ ենք անում, եթե ուզում եք այս իշխանություններից ազատվել, ապա ձայնը տվեք Մայր Հայաստանին։ Մենք թիվ 4-ն ենք քվեաթերթիկում եւ հանդիսանում ենք քաղաքացիական պայմանագրի հիմնական գաղափարական ընդդիմախոսը։ Մեր գյուղի հետ կապված բազմաթիվ ծրագրեր ունենք, շատ լավ ծանոթ ենք ծրագրերի եւ մենք բազմաթիվ առաջարկներ, որոնք ուզել ենք որ դուք անպայման ծանոթանաք։ Հայրիկ ջան, բարև ձեզ։ Bağışlama çoğusu geçen belki ses parmağında ciddi maaşı Mayayastan da kaçtık hamlet. Sağlık ilan et. Mayayastan. Apre. Part of this. Շարունակում ենք շրջայցը, ուղղակի
Գիրին բնականաբար այդքան ճանապարհներին ծանոթ չեն։ Բայց ընդհանրապես շփումը արդյունավետ գնահատում, ապրանքներ։ Մարդիկ տներից էլ են լսում մեր ուղերձները, մեր կոչերը, մեր խոսքը եւ շատ կարեւոր է որպեսզի ակտիվորեն մասնակցեն ընտրություններին։ Որովհետեւ տեսեք, այսօր հաստատի երկրորդ ներքին թրքությունն է որ արեց Նիկոլ Փաշինյանը, ինքը ունեցաշով գործիք է։ Եթե ինքը խնդիր ունենար հայ առաքելական երկրի հետ, ինքը 18 թվականից սկսել այդ հարձակումները, բայց դա չի արել, որովհետև ինքը իր այդ հանցանքին ունեցել։ Բայց հիմա ինքը արդեն հրահանգ ունի, հաստատաբեից հրահանգ է ստացել, որպեսզի պարակվի, քայքայի, հարձակվի հայ առաքելական եկեղեցու դեմ, հայկական ինքնության դեմ։ Այնպես որ այն ինչ որ մենք հիմա տեսնում ենք, դա հենց այնպես չի։ Համարեք, որ Հայաստանը ներքին 5-րդ Շարասյան կողմից հարձակման է ենթարկվել։ Եվ կոնկրետ այս վաղաշաբթի ընտրություններում էլ անելիք կա, դա քաղաքացիական պայմանագրին եւ այն մասնագիտությամբ Վազգեն Սարգսյանի եղբայր աշխատողի կուսակցությանը ներժելն է։ Դրանք համատեղ իրականացողներ են, մեկը մյուսի շարունակությունն է։ Հանրապետություն կոչվածը 5-րդ շարասյունն է լիքական, Նիկոլ Փաշինյանը Փաշազադեի գործիքն է։ Այնպես որ այդ գործիքներին պետք է մերժել և քվեարկել Մայր Հայաստանի օգտին, որպեսզի կարողանանք ազգային իշխանություն ձևավորել։ Սա է մեր մոտեցումը։ Մենք սա դիտարկում ենք վաղաշաբթի ընտրությունը, նախ առաջնորդած քաղաքական ընտրություն, և բնականաբար որ քաղաքական թիմով ենք մասնակցել այդ ընտրությունը, այսինքն քաղաքական ընդհանուր պատասխանատվության կարգա և մենք գիտակցում ենք, որ պատասխանատու ենք մեր քննարկիչների, ասածների և առածների համար և անալիքների համար։ Հուսով ենք, որ մեզ այնքան քրե կտա ժողովուրդը, որ կարողանանք մեր իշխանություն ձևավորել։ Անկեղծ ասած չեմ կարծում, որ որևէ ուժի հաջողվի 50+ հավաքել, բայց եթե ընտրողները համապատասխանատու կան, ապա մենք կարծում ենք, որ վաղաշաբթում կլինի կոալիցիոն իշխանություն։ Բնականը մեր ցանկություններն է, որ ընդդիմադիր ուժերից այսօր իշխանության ընդդիմացող ուժերից ձևավորվի նոր իշխանությունը, և մենք պատրաստ ենք ստանձնել այդ կոնսոլիդացիայի դերը ու որևէ խտրականություն չենք դնելու բոլոր ուժերը, որտեղ կարող մասնագետներ կան, կարծում եմ, որ բոլորը պետք է ներգրավվեն համայնքի կառավարման գործում։ Այս առումով մենք բաց ենք համագործակցության համար, ի սկզբանե մեր սկզբունքները ներկայացրել ենք մինչև ընտրությունները, ոչ ենք արել բոլոր ընդդիմադիր ուժերին միմյանց դեմ քարոզություն չտանել, միմյանց հետ համագործակցել, ընտրակեղծիքների դեմ առնելու համար և պարտավորվել, որ որևէ պարագայում ՔՊ-ի հետ որևէ տարբերակով համագործակցություն չի լինելու, դե բնականաբար ՔՊ-ը, որ ասում ենք կենկեցող կհետնե, եթե կլինեն ֆեյք ուժեր, որոնք ուղղակի ձայն փախցնելու համար են մտել, ապա այս ամեն ինչն է ժողովուրդը կտեսնի, կբացահայտի, եթե ոմանց դա չերևա, մենք էլ կօգնենք այդ բացահայտումները անելու։ Մենք կարծում ենք, որ շատ հնարավորություն կա և եկեղեցու դեմ արշավը կանխելու և համայնքային կյանքը փոխելու և քաղաքական մեծ փոփոխությունների հիմք դնելու համար։ Որպես որ մասնակցեք 16-ի ընտրություններին, նոյեմբերի 16-ի մասին է խոսքը, և ձեր քրերի ուժով դեր դրեք այս հայտարարած իշխանությանը, որը քայլից բացի ինչ բան չի դուրս իմանալու, ցանկ 7 տարի իշխանության, տեսեք ինչ անպատասխանատու հայտարարություններ են անում, ասում են
Ճիշտ եմ փողոց դոմատիկ տեսնում ինչ է, հետո մի քիչ դուրս ես գալիս, արդեն ինչ-որ ասֆալտի հոտ է գալիս։ Ուրեմն 7 տարվա իշխանությունը սրանց մի քիչ ժամանակավոր պաշտոնակատար ասում ես եմ նախորդի հետ ինչ կապ համար նկատի ունեն են աղջկան։ Մայրը Հայաստանի կուսակցությունը քրիշարությունը Ես պատասխանատու որ վարնել ես մեկին հանեն, մյուսը գալու ասում ես դրա համար պատասխանատու չէ։ Այդպես ճիշտ չի։ Որպես որ այլեք ամեն ինչի համար պատասխանատու են եւ 7 տարում վերջնականում ոչինչ չեն։ Մենք հիմա արդեն Շահումյանի հատվածը վրա Սերին բալաշապատ սուրբին Էչ միացին իմ այ Հայաստան Ոստան այս դում է կպրության Տացին կունտա նոր պայքարի հոգայության Շահումյանի հարգելի բնակիչներ, ձեզ ողջունում եմ Հայ Հայաստան։ Ողջունում։ Այս ընտրություններին մենք հանդես ենք գալիս թիվ 4 քվեաթերթիկի ներքո։ Ձեզ կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել նոյեմբերի 16-ին կայանալիք Վաղաշապատի ավականու արտահերթ ընտրություններին։ Ձեր քվեն շատ կարևոր է։ Եթե դուք ուզում եք ձերբազատվել այս ադրբեջանահաճո իշխանություններից իդեմս քաղաքացիական պայմանագրի, ապա ձեր ձայնը տվեք Մայր Հայաստանին, թիվ 4-ն է Մայր Հայաստանը։ Այս իշխանության մնալու պարագայում և գյուղի խնդիրներն են ավելանալու, և ամբողջ համայնքում խնդիրները չեն պակասելու, այնպես որ անպայման մասնակցեք ընտրությանը։ Մայրի ջան, ողջունում ենք ձեզ, մենք Մայր Հայաստանն ենք, ծանոթացեք, ողջունում ենք ձեզ, ծանոթացեք ծրագրերին, որ պատանը բացեք, մենք ձեզ բուկլետ փոխանցենք, ու կարդաք, հա, մյուս կողմից է, լավ, հա, հեսա բուկլետը փոխանցենք, ծանոթացնենք։
փորձով երևի կհասցնենք նաև դաշտ մտնել։ Դաշտ գյուղը։ Հետո ուղղ եթե կնանալ դաշտ